Սիրելի մրգաստանցիներ, նախ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ եկել եք այստեղ մեզ հետ հանդիպման, մեր թիմի հետ հանդիպման։ Մի փոքր նախ ամփոփենք մեր նախորդ տարիների աշխատանքը կապված Մրգաստան գյուղի հետ։ Մենք այս տարիների ընթացքում իրականացրել ենք մի շարք աշխատանքներ Խոյ համայնքում եւ մասնավորապես Մրգաստան գյուղում։ Ամենատեսանելի աշխատանքներից է, գիտեք, որ Խոյ համայնքում եզակի FIFA-ի ստանդարտների համապատասխան ֆուտբոլի դաշտը, որ մարզում 7 հատ է, որից մեկը Մրգաստանում է։ Մենք ինչի որոշեցինք հենց Մրգաստանում, որովհետև հաշվի առնելով, որ Մրգաստանի դպրոցը չունի մարզադահլիճ, ինչ որ չափով փորձենք կոմպենսացնենք այդ բացը, բայց ի ուրախություն մեզ ասեմ, որ 2026 թվականին նոր դպրոցի կառուցման աշխատանքները արդեն ընթացքի մեջ կլինեն։ Ինձ թվում է դպրոցի ղեկավարությունը արդեն ծանոթ է, գիտի, որ նախագծողները եկել են եւ տեղում անհրաժեշտ չափագրումները դեռևս մի քանի ամիս առաջ արել են։ Երևի թե արժի ողջունել, որովհետեւ մեր մրգաստանցիները կունենան նոր չափորոշիչներին համապատասխան նոր դպրոց։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ կառավարությանը, որ մեր ընտրանքներին չեն մերժել եւ ընդառաջել են եւ ընդգրկել են ծրագրի մեջ։ Հաջորդը դեպի եկեղեցի գնացող ճանապարհի տուֆով սալարկումներ, որը էլի եզակի աշխատանքներից մեկն է, մենք ոչ մի գյուղում նմանատիպ աշխատանք մեր ժամանակով չենք արել, մի քանի գյուղերում ունենք նման աշխատանք, բայց ավելի փորձեցին գեղագիտական լուծում տալ, քանի որ դեպի եկեղեցի էր գնում սովորական ասֆալտապատում չանել, այլ տուֆով սալարկում անել։ Ընթացքի մեջ են շուրջ 109 միլիոն դրամ արժողությամբ կիսախողովակների, ոռոգման կիսախողովակների ծրագիրը, մի քանի օրից, եթե չեմ սխալվում, մրցույթի բացումն է տեղի ունենալու եւ ավարտական փուլում է գտնվում խորքային հորի շահագործման աշխատանքները։ Երկար ժամանակ ընդհատումից հետո ի վերջո մեզ հաջողվեց Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ գտնել վերջնական լուծումը։ Հիմնականը այսքանն էր, նաև Սպորտլանդիայի հետ կապված տեղյակ եք։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցի անձնակազմին, իդեմս Տիկին Բարսեղյանի, շատ շնորհակալ ենք ձեր բարձր համագործակցության համար։ Մենք այս տարիների ընթացքում տարբեր ձևաչափերով շատ սերտ համագործակցել ենք ի նպաստ Մրգաստան գյուղի երեխաների եւ ի նպաստ մրգաստանցիների։ Մեր հանդիպման նաեւ առանցքային հարցը այն է, որ ինչպես գիտեք նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ արդեն նոր խոշորացված Վաղարշապատ համայնքում, որտեղ Մրգաստանը մաս է կազմում։ Մենք եկել ենք, որպեսզի եւս մեկ անգամ խնդրենք ձեր քվեն, որովհետեւ ուզում ենք պատասխանատու կերպով ասել, որ այս ընթացքում մեզ մոտ հաջողվել է իրականացնել այնպիսի աշխատանքներ, որպեսզի ձեր մոտ առաջանա համոզմունք եւ վստահություն, եւս մեկ անգամ ձեր վստահության քվեն մեր թիմին տալու շարունակականությունը ապահովելու այն ծրագրերի, որ մենք սկսել ենք եւ այն նոր ծրագրերի, որտեղ պետք է սկսենք։ Բոլորին շատ հուզող հարց եւ վերջապես էլի մրցութային փուլում է գտնվում Էջմիածին Շահումյան մայրուղու կապիտալ նորոգման աշխատանքները, որտեղ Մրգաստանի հատվածը առանձնացված ենք խնդրել ենք, որպեսզի լուծում տան, որպեսզի երթևեկությանը շատ չխանգարի, դա էլ շատ կարեւոր աշխատանք է։ Նաեւ գիտենք, որ Մրգաստան գյուղի միջով դեպի Շահումյան գնացող ճանապարհը
կարևոր ճանապարհ է, որ մեր առաջիկա անելիքների մեջ պետք է ընդգրկենք։ Շնորհակալ եմ, ես իմ խնդրանքը հորդորը ձեզ եւս մեկ անգամ նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ձեզ քվեն տալ համար 7 քվեաթերթիկի օգտին, որպեսզի մենք միասին հաջորդ 5 տարիների համար նույնպես միասին մեր համայնքը շենացնենք ել ավելի մեծ թափով, ել ավելի մեծ քայլերով։ Շնորհակալ եմ շատ, սիրելի մրգաստանցիներ։ Մրգաստան բնակավայրում իրականացվել է մի շարք փողոցներում խճապատում, լուսավորության արդիականացում, ուսանողների միակողմանի երթ դեպի ուսանողական հաստատություններ, բացի սալարպատումները մնացած ինչ աշխատանքներ, դիմումներ եղել են վարչական ղեկավարի միջոցով, շատ ակտիվ վարչական ղեկավար ունենք մենք Մրգաստանում, որը որ նվիրված է իր գործին եւ կարծում եմ, որ բոլորը մրգաստանցիները կկանգնեն իր կողքին կանգնելով նաև կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալություն ենք ձեզանից հայտնում, մենք լիքը ծրագրեր ունենք, որ պիտի իրականացնենք դեռ։ Նոր դպրոցի կառուցումը թող մեկ այլ տեղ լինի, որովհետև երկրորդ հերթ 160 աշակերտի տեղափոխում, ֆինանսական ծախսեր եւ ի վերջո այդ աշխատանքները իրականացնողները եկել են եւ ասել են, որ շենքը դեռևս կարող է գործել եւ եթե կարող է գործել եւ այդպես հրատապ չի տեղահանումը աշակերտների, թող մենք մնանք մեր տեղում, նոր դպրոցը կառուցվի կամ այս դիմացի հատվածում կամ գյուղում մեկ այլ տեղ, մինչև շինարարական աշխատանքները կվերջանան, որովհետև դա ոչ թե մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա աշխատանք է լինելու, այլ մի քանի տարի ուղղակի մեր երեխաները չզրկվեն ուսման որակից, այսպես ասեմ։ Մենք նախագիծը ունենք արդեն ձեզ։ Այո, նախագիծը կա, նույն տեղում։ Շատ լավ, մենք կխնդրենք, որպեսզի այդ նախագիծը իհարկե, բայց դա այն դեպքում, երբ որ մենք արդեն հաջորդ 5 տարիների նույնպես իշխանության ունենանք, մենք կարող ենք դիտարկել, ինչպես գիտեք, մշակույթի տունը անմխիթար վիճակում է, շատ վատ վիճակում, նույնիսկ վտանգավոր է այնտեղ մուտք գործելը, եթե չափորոշիչներին համապատասխանի, մենք սիրով կարող ենք համայնքի ավականու որոշումով տրամադրել այդ տարածքը, եթե այդտեղ հնարավոր է նախագծի տեղակապումը իրականացնել, բայց արդեն հաջորդիվ ընտրություններից հետո մենք դա կդիտարկենք սիրով, մենք էլ ենք պատրաստական մեր թիմը, որ մեր երեխաները եւ մանկավարժական անձնակազմը լրացուցիչ ստրեսի չենթարկվի, երկրորդ հերթ չգնա, հասկանում ենք դրա, որովհետեւ շատ երեխաներ Առաջին ուսման որակը կընկնի։ Այո, բացի դրանից շատ երեխաներ իրենք արտադպրոցական նաև այլ խմբերի են գնում, մասնավորապես էջմիածնում կամ Դա ուղղակի կխաթարի մեր դասապրոցեսները եւ աշխատանքը։ Շատ լավ, մեծ սիրով։ Եթե այն տարածքը, որը որ համայնքային է, կհամապատասխանի, մենք մեծ սիրով կտրամադրենք, որովհետեւ այլ որ օրվա համար է, եթե ոչ դրա։ Սիրելի մրգաստանցիներ, ես նույնպես ողջունում եմ բոլորիդ, շատ շնորհակալ եմ, որ եկել եք, մասնակցել եք եւ չեկողներից եմ շնորհակալ, որովհետեւ աշխատանք էին, հարմար չէր, աշխատանք ժամեր, բոլորը զանգեցին, խնդրեցին, ասեցին մենք ձեր հետ ենք, բայց չեն կարող մասնակցել հանրահավաքին։ Խնդրում եմ բոլորը անպայման մասնակցեք ընտրություններին, ընտրեք համար 7-ին, որովհետեւ դուք տեսել եք մեր աշխատանքը, մենք 3 տարվա մեջ ինչքան գործ ենք արել գյուղում, այդ պրոստը չեք կարա չտեսնեք։ Խնդրում եմ անպայման մասնակցեք եւ ընտրեք համար 7-ին։ Շնորհակալ։ Վաղարշաբաթ համայնքի սիրելի բնակիչներ, սիրելի մրգաստանցիներ, ձեր բնակավայրում է Վաղարշաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնական տան, համայնքի ղեկավարի թեկնածու Արգիշտի Մեխատյանը, նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամասեր, ձեր ձայնը տվեք, քվեաթերթիկ համար 7-ին, այսպիսով ընտրելու ազնվությունը, հոգատարությունը եւ աշխատանքը Արգիշտի Մեխատյան համար, 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 Բան Մեխատյան։ Բանի հետ, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ծրագիր է,
20%, չէ, 20% համայնքի մասնակցությամբ։ Մարզում 7 դաշտ է կառուցվել, որից մեկը Մրգաստան գյուղում, մեկը Էջմիածին քաղաքում։ Երեխեք արեք դե։ Չէ, նախորդ տարի։ Էլի պլանավորվում է խաղադաշտ։ Հա, իհարկե, արդեն մի քանի տեղ էլ պլանավորվում է։ Մի հատ նկարվենք երեխեք։ Նկարվենք։ Ուրախ ես, որ ֆուտբոլի դաշտ ունեք գյուղում։ Ամեն օր ֆուտբոլ եք խաղում այստեղ։ Ամեն օր չէ, բայց խաղում ենք։ Իսկ դաշտի մաքրությանը հետևում եք։ Հա։ Ուրախ եք, որ այստեղ մարզադաշտ կա։ Այո։ Դուք եք տղաների հետ ֆուտբոլ խաղում։ Ոչ։ Բա ուղղակի եկել եք այստեղ։ Չէ, մենք վոլեյբոլ ենք խաղում։ Նաև այստեղ վոլեյբոլի համար է Այո։ նախատեսված։ Մաքուր եք չէ՞ պահում դաշտը։ Այո։ Ստեղ տարբեր խաղեր ենք խաղում, շատ լավ մարզադաշտ է, ամեն ինչից էլ շատ գոհ ենք, շնորհակալություն։ Դաշտի մաքրությանը հետևում եք։ Այո, կան երեխաներ, որոնք շատ դաշտի մաքրությանը չեն հետևում եւ աղտոտում են եւ հա, օրինակ ես նկատողություն են անում, որովհետեւ մենք պետք է մեր շրջակա միջավայրը մաքուր պահենք, ինչքան աղտոտենք, այդքան մեր վատն է լինելու։ Դրա համար ովքեր որ կեղտոտում են, մենք իրենց պատժվում ենք եւ այդ ամեն ինչը ոչ եւ այնպես օրերել են կազմակերպում, որ մենք աղբահավաք ենք անում եւ դաշտի բոլոր աղբերը հավաքում ենք։ Այսինքն դուք եք բացառապես մաքրությանը։ Այո։ Ուրախ ես, որ այստեղի սիրուն մարզադաշտ ունեք։ Այո, շատ ուրախ եմ։ Ցանկանամ ավելի սիրուններ ունենանք։ Այսքանը։ Հետևում եք Այո։ մաքրությանը, Այո։ պատվիրանասին եք։ Այո, երեխաները կան, որ ջուր ստեղ չկա մոտակայքում, գնում հասնում են այնտեղ կամ այն Եվ կողմը։ մենք ջուր կպահանջենք, որտեվ կան երեխաներ, որոնք ծարանվել լինում եւ մոտակայքում աղբյուր խմելու ջուր չկա։ Այո, նրանք բողոքում են դրանից եւ բոլոր երեխաները ջրի շշերը վերցնում են, հասնում են այն վերջը եւ նորից ետ են վերադառնում։ Այսինքն այս ամեն ինչը ամբողջական լինելու համար մեծ ձեզ միայն խմելու ջուր է պակասում։ Դա է պակաս, մնացած ամեն ինչ շատ լավ կլինի։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։